ՀՀԿ-ից եւ ԲՀԿ-ից մենք մի քանի թեմաներ ենք անդրադառնալու, բայց անշուշտ հետաքրիր է, որ 3-3 գումանիստից հետո վարչապետին հարցեր ուղղվել եռակի հետ կապած համագործակցության եւ համամասնականի անցնելու, ասել են դա հնարավոր է քննարկենք, այսինքն իշխանությունը պատրաստակամություն է հայտնել այդ հարցի հետ կապված։ Խնդրեմ, ով է ուզում անդրադառնալ, խնդրեմ։ Կարճ անդրադառնամ, առաջին անգամ չէ, որ իշխանությունը ասում է պատրաստ են քննարկելու այդ 12 կետերի հետ կապված խնդիրները, այդ թվում նաև համամասնագանը, դա բազմիցս եղել է, իհարկե դեռ ոչ ոք չի կարող ասել, թե ինչ ձևաչափ կամ վերջնական ինչ արդյունք կլինի, միգուցե համամասնագանի դեղերը կավելանա, մեծամասնագանը կպակասի կամ, այսինքն քննարկելու խնդիր կա եւ իշխանությունը միշտ պատրաստ է քննարկելու ցանկացած կետ, ցանկացած ձևաչափ։ Ժամանակ շահելու process չի, պարոն Ներկման, եւ մի տեսակ հավատում, եթե նկատի ունենք, որ համամասնականում մեծամասնական թե ինչ կերպ է միշտ հաղթանակ տալու իշխող կուսակցությունը, սա ընդհանրապես այսպես ասած ժամանակ շահելու ինչ-որ բան է եւ քննարկումով էլի դժվար թե հասնի նրան, որ մեծ հաշվով ունենանք լիարժեք այն ինչ որ ուզում է այսօրվա ոչ իշխանական ուժերը։ Շատ բարի, ուրեմն ես ասեմ հետեւյալը, որ իհարկե, եթե դա իհարկե կախված է նաեւ ոչ իշխանական ուժերի պայքարի որակից, խորությունից, լայնությունից, ընդգրկման աստիճանից, սակայն մի բան էլ արձանագրենք, որ ասելը մի բան է, անելը մեկ այլ բան է, բայց այս առումով հուսանք, որ քանի որ այդ փոփոխությունները ընդհանրապես ամբողջ Հայաստանի Հանրապետության ժողովրդին են անհրաժեշտ, իսկ եւ իշխանությունը եւ ոչ իշխանական ուժը դրանք ժողովրդի մաս են, ուրեմն անպայման դա բխում է նաեւ նրանց շահերից, ըստ էության, եթե խորությամբ ասեմ, այսինքն եթե քանակական մենակ վեկտորով չնայենք, նաեւ որակական, այո, ես էլ կանխազգում եմ, որ իշխանությունը իսկապես գնալու է այդ հարցի խորությամբ քննարկմանը, բայց նորից եմ կրկնում, մենք կողմնակից ենք հստակ 100% համամասնականին, որովհետեւ եթե մենք նույնիսկ թողում ենք 10 կամ 20 տեղ մեծամասնականին, ընտրության այն որակը, այն կերպը, այն ավանդույթները, որոնք եղել են, չէ, ես դուք ձեր տեսակետը կասեք, մենք հիմնվում ենք փաստերի վրա, նշանակում է նույնիսկ այդ 10 կամ 20 տեղը, ուրեմն իր որակով էապես զիջելու է քաղաքական ավելի կատարյալ գործընթացներին, որ մենք ակնկալում ենք։ Նմանատիպ այսօր ուրեմն կարծիքի համաձայն չէ, միջի համար, որտեղ եթե մենք նույնիսկ փորձենք դասական քաղաքագիտությունը ուսումնասիրենք, շատ հստակ այնտեղ տալիս է համամասնագանի առավելությունները, թերությունները, մեծամասնագանի առավելությունները, թերությունները, այսինքն եթե մենք ուզում ենք շատ խորը քննարկել, պետք է նաև դասական քաղաքագիտությունը մեջ բերել, այսինքն ոչ միայն մեր իրականությունը հաշվի առնել, այլ նաև ընդհանուր աշխարհում, որը ինչպիսի արդյունք ունի, ինչ դրական, ինչ բացական կողմից, այսօր բերեք այդ քննարկումը։ Ես կարճ արձագանքեմ ու ասեմ, քաղաքական գործընթացները ինչպես եւ տնտեսական, ճոճանակային էֆեկտի նման են։ Եթե մենք գնացել ենք մի կետից, մեծամասնականից հիշում եք, եկել ենք, կիսել ենք, հիմա կամած դա պետքա տանենք, կամածը չափ ունի, բայց եթե այդ կամած տանելը կործանարար է այս երկրի համար, մենք պետքա շուտ ազատվենք։ Շատ Եթե այո, եթե մենք գտնենք որ կորզանա է, բնականաբար կարծում եմ որ մենք պետք է արնենք, մենք չենք թողնի որ Կենտրոնը ստանկեցին, հա։ Ասում եք իշխանությունը պատրաստ է քննարկել, Երևակը առաջարկել է որ այդ քննարկումը լինի արտահերթի ձևով։ Դուք այդ արտահերթ նիստը եթե լինի հանրապետականը կմասնակցի։ Ոչ։ Բայց ո՞նց է քննարկել։ Ինչու՞ Շատ բարձ կարելի է նստել սեղանի, գիտեք, արտահերթ նիստի ժամանակ բերել եւ հում հարցեր քննարկել, ես դրանք համարում եմ հում հարցեր, որոնք պետք է սեղանի շուրջ մասնագետների հետ քննարկվի, քաղաքական ուժերի հետ ներկայացնի հետ քննարկվի եւ երբ որ ինչ որ համաձայնության ինչ որ կոնսենսուսի գալու են, նոր փորձենք մտցնել արտահերթ, թե չէ այսօր ստացվել է ինչ, այսօր ինչ մտքերով անցնի է Երևակի կամ Քարյակի, բերում են արտահերթ, պես չի լինի։ Շատ բարի։ Ուրեմն ես քանի որ Սուքյասի իմ գործընկերն է երկար տարիների վաղեմի, հա, ուրեմն մենք իրար փաստորեն լսելու ենք, ոչ թե կեսից ընդհատելու ենք եւ այլն, ասեմ, որ իսկապես փաստորեն ժամանակագրությունը այս վերջի դեպքերը ցույց են տալիս, որ Հայաստանը ոնց որ Եվրասիական տնտեսական միությանը միանալու այլ ընտրանք չուներ, ես երեք վարել եմ հանձնաժողովի նիստը եւ կողմ եմ քվեարկել, այնպես էլ 100% համամասնականին այլ ընտրանք չկա։ Մենք պետք է անցնենք այդ ճանապարհը եւ նորից եմ ասում, ինչքան որ մենք քաղաքական կամք ունենանք, կարելի է իհարկե նստել խոսել, ես դեմ չեմ որ արտահերթից առաջ խնդիր չկա, նստել խոսել քաղաքական որոշումը կայացնել։ Եվ եթե մենք նստենք խոսենք, մենք կապացուցենք, то есть
իշխանության նախաձեռնությամբ պետք է ասել, սա օրակարգն է խոսելու, 100%-ի ենք անցնում, մենք մեր ցանկությունը հայտնել ենք, նաև հետընտրական ցուցակները հրապարակելու, եւ սա կլինի օրինակ քաղաքական որոշումների կայացման մենաշնորհը ջարդելու։ Եվ ասում արտահերթով չէ համաձայնեք, որ Չէ, խոսել ինչ խնդիր կա, կարելի է մի օր, երկու օր, 3 օր առաջ նստել միշտ խոսել։ Շփվելը չէ, ես ասում եմ 1, 2, 3 օր։ Ես ասում եմ 1, 2, 3 օր։ Իհարկե ժամանակ շահ։ Անժելա ջան, 1, 2, 3 օր։ Ես հստակ ասեցի։ Հայկական ժամանակ։ Ասեմ։ Մենք հստակ արձանագրել ենք, որ 12 կետերը չենք տարանջատում իրարից, բայց ասել ենք 12 կետերի մեջ կան 4, 5, 6 կետեր, որոնք ժամանակ չեն պահանջում եւ ռեսուրս չեն պահանջում ֆինանսական։ Կարմիր գծեր, տեսանկարող սարքեր, կൂട്ടակային, այդ թվում ընտրական օրենսգիր, հա, կամ ասենք նայրիտի վերագործարկման ծրագիր։ Ծրագրի մասին է, չէ՞, ասում ներդրող հենց հիմա կա։ Այսինքն այն կետերը, որոնք որ ռեսուրս ու ժամանակ չեն պահանջում, ընդհանրապես քաղաքական կամք են պահանջում եւ ցանկություն։ Այդ կետերի շուրջը ինչ չենք խոսել։ Լավ, վաղն է, հա, Նիկոլ Փաշինյանը իմպիչմենտի հարցն է դրել, խնդրեմ ձեր մոտեցումը դրան, հատկապես որ իշխանությունը շատ հանգիստ է, որ դա չի հաջողելու եւ մի քիչ էլ հումորով էլ մոտենում ոչ իշխանական ուժերին, ասելով որ սրանով պիտի փորձի նոր Ալիկ Արզումանյանն էր այստեղ կես ժամ առաջ, ասեց սրանով փորձելու է որոշակի հստակություն դնել եւ ոչ իշխանականին ինչ տերմին օգտագործեց երեխեք չի իշխանական Ուրեմն ես չգիտեմ թե ով էր այստեղ քիչ առաջ։ Նորից եմ կրկնում, ես չգիտեմ թե ով էր, ինչ ասում ես հարցի շուրջը։ Այո, ես, բայց ուրեմն ես երեք այդ հարցին պատասխանել եմ ազգային ժողովում, ասել եմ, պատկերացրեք, որ դուք շենք եք կառուցում, ունեք ծրագիր։ Ճարտարապետները հավաքվել են, դիզայներները, կոնստրուկտորները, որ ամրություն է տալի այդ ապագա կառույցին, եւ դուք ձեր ծրագրով գնում եք շենքը կառուցելու, որը 1 օրում, 2 օրում չեք կառուցում։ Եվ հանկարծ առաջարկում են, որ այդ կառուցվածքի մեջ մի նոր փոփոխություն կա։ Դուք ինչ կանեք, ոնց կարձագանք եք դրա։ Իհարկե, մենք շատ վստահ ենք, որ մենք կառուցողական ենք, մենք չենք գնում ընդդեմի, այլ գնում ենք հանունի, իսկ հանունը դա շինարարություն է եւ լուրջ շինարարություն է, եւ մենք այդ ճանապարհը մեր ծրագրով անցնելու ենք։ Այսինքն մենք ինչ անենք, մեր ծրագիրը փոխենք ընթացքից։ Դա չի տեղավորվում, ել եմ ասում, պրոյեկտի մեջ։ Դրանք ասում են ճարտարապետը, որ այդ շենքի համար գծագրել է շինարար, մի քանի անգամ փլուզվել է այսքան ժամանակ։ Չէ, մենք նոր շինարար, մենք նախկինում այլ շինարարություն։ Հիմա նոր շինարարություններ են դրանք։ Նոր որակի, նոր ճարտարապետ, նոր տեխնոլոգիաներ։ Ասում են, որ այս քայլով, որ իրենք չեն պաշտպանում Նիկոլ Փաշինյանի այդ օրենսդրական այդ նախագիծը, ցույց են տալիս, որ իրենք իսկական ընդդիմություն չեն։ Չէ, այդ որ դեղագրած է, որ ստանդարտով է գրած իսկական, ոչ իսկական։ Մենք էլ որակել ենք, որ ասել ենք ընդդիմություն, ես ելույթ եմ ունեցել, արձագանքել եմ։ Ընդդիմություն լինում, հա։ Դա ինչ նոր կատեգորիա է։ Չէ, ընդդիմության տեղի համար է կռիվ լինում։ Իշխանական ուժերի մենք ասեցի, մենք կառուցողական գնում ենք, այդ ինչ ոնց որ ես ասեցի, դրանից ավելի բան չեմ ուզում։ Հստակ մեր ծրագրով։ Այդ ծրագրում փոքրիկ ոչ էական, որակական շեղումներ կա, բայց արմատական շեղում չի լինի։ Լավ, տեսնենք իշխանությունը գոհ է ոչ իշխանական ուժերից։ Գոյ ու դժգոհի խնդիր։ Դե կառուցողական է, շինարարական աշխատանքների մեջ է։ Քաղաքական ուժերի միավորում իր խնդիրն ունի եւ այսօր մենք բազմիցս ասել ենք, ելի ասում ենք, այստեղ ոչ թե գոյի դժգոհի խնդիր է, այստեղ համագործակցելու խնդիր է, երկրի եւ ժողովրդի առջեւ ծառացած խնդիրները համատեղ քննարկելու, համատեղ լուծելու, համատեղ նպատակները ամրագրելու խնդիր է եւ կարծում եմ, որ այո, հենց այդ նույն 12 կետերի շուրջ այս համագործակցությունը, այս քննարկումները պետք են հենց դրա համար եւ ոչ թե ասենք ինչ-որ մեկը փորձի ամեն մարդ իրավունք ունի, հատկապես պատգամավոր նախաձեռնությամբ հանդես գա, բայց նաեւ կներեք, չեմ ուզում, որ այսօր կան որոշ պատգամավորներ, չեմ ուզում անունները տալ, շատ կլինի իրենց համար, բայց ավելի շատ դրսի ուրեմն լրատվամիջոցների համար են իրենք որոշ քայլեր անում եւ ելույթներ ունենում ազգային ժողովում, քան բխում է իրենց հոգուց եւ ժողովրդին ու պետությանը ծառայելու։ Դրսի լրատվամիջոցների, դրսի ուժերի։ Դրսի լրատվամիջոցների, այսինքն Հայաստանից դուրս լրատվամիջոցներ, դա նորություն է։ Մենք ամփոփենք այս թեման, թե ասենք այո, չէ, ամփոփենք, որտեվ ԵՏՄ-ի հետ կապված հիմա տեսեք, այսպես ոգևորած բոլոր ուժերն ասում են այլ ընտրանք չկա, բայց թե ինչ է կատարվում Ռուսաստանում դոլար դրամ
այս ճգնաժամից եւ այս վիճակից ոնց ենք դուրս գալու։ Հա, ասա, Սուքեշ։ Ասա։ Եթե მე այդ կապված, այսպես ասեմ, ճիշտ ասած, անդադ փորձում են այս բանը, որ այլընտրանք չկա եւ այլն որոշումը հանգարցակի է կայացվել, նման բան երբևիցե չի եղել, նորից տարիներ շարունակ minimum 2 տարի ուսումնասիրվել է ամբողջ դաշտը եւ Եվրոպայության հետ կապված եւ ԵՏՄ-ի հետ կապված եւ նոր հայտարարություն է եղել, նոր սկսվել է գործընթացները։ Ինչ մնում է ուրեմն դրամի փոխարժեքի հետ կապված եւ այլն, իհարկե Ռուսաստանում նախագահն ասեց մի գիշերվա մեջ որոշեցինք, որովհետեւ դուք եք ոնց եք ասում 2 տարի կներեք, ուրեմն եթե ուրեմն դուք հետեւել եք ուրեմն մեր վերջի տարբեր քննարկումները ազգային ժողովի լսումներն այնտեղ պարզ հստակ ասվել է, որ ժամանակահատվածից է սկսվել այդ թեմայի շուրջ ուսումնասիրությունները եւ քննարկումները մեկ եւ երկրորդ խնդիրը իշխանում է այսօրվա իրավիճակին խնդիրը հետեւյալն է ոչ թե կապված է Ռուսաստանի հետ, այլ մենք պետք է ավելի գլոբալ նայենք, մենք տեսնում ենք, որ հատկապես վերջի երամսյակում դոլարը կայունանում է ամբողջ աշխարհում, Ամերիկայի տնտեսությունը որոշակի աճ է արձանագրում եւ դա է պատճառը, այսինքն այնպես չէ որ ինչ նույն Վրաստանը ԵՏՄ-ի հետ կապված կապ ունի, որ լարին շատ միանգամից 20 կետով վերջի շաբաթ։ Չէ, Ռուսաստանի մասին ասում եմ։ Գումար չի գալի Հայաստան։ Գնում ենք մի միություն, որ կիսափլուզման։ Ասեմ, ուրեմն այդ միությունը կիսափլուզման չէ, միությունը Հայաստանի տնտեսությանը ավելի շատ օգուտ է բերելու եւ այսօր արդեն մասնագետները այդ օգուտները փորձում են հաշվել, միակ խնդիրը, որ պետք է մենք զգուշ լինենք եւ այդ զգուշավորությունը այսօր նաեւ գործարարների մոտ է դրսեւորվում եւ ինչու՞ չէ նաեւ մենք իշխանությունը պիտի շատ զգուշ իր քայլեր անի, որովհետեւ այդ դրական քայլերը, որ մենք ուզում ենք արձանագրել ԵՏՄ-ին անդամագրվելուց, մենք չփորձենք սխալ քայլերի պատճառով փորձենք մեր տնտեսությունում լուրջ խնդիրներ ունենալ։ Հարց ունեք թե խնդրեմ։ Հա։ Նախ եւ առաջ ԵՏՄ-ին անդամակցության մասին, երբ որ ասվում է այլընտրանք չկա, դա նշանակում է, որ այս փուլում Հայաստանի ուրեմն պատմական զարգացման ասեմ, այս փուլում մենք կամ պետք է մնայինք մեր տեղում եւ ասում ենք այն կոնտեքստում, որ մինչեւ սեպտեմբերի 3-ը անցյալ տարվա մենք ուրեմն այլ ուղղությամբ ենք հստակ գնում եւ ստեղծվել էր 3000 էջանոց մի փաստաթուղթ, խոր եւ համապարփակ ազատ առևտրին եւ հանկարծ այդ շրջադարձը հանկարծը դնայածում համար եղավ, այսինքն ժողովրդի համար, հանրային հատվածի համար միանգամից փոխվեց վեկտորը։ Այդպիսի բաներ լինում են, դա նշանակում է, ես որ ասում այլընտրանք չկա, այսինքն այս գործընթացին միանալու այլընտրանք չլինելը հստակ պայմանավորված է Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ ինչու՞ չէ Ղարաբաղի հարցի այդ թվում, որտեղ անվտանգության հիմնական մաս է կազմում խնդրի ապահովմամբ, որ խնդիրներ չառաջանան, ինչ վերաբերում է տնտեսական կամ սոցիալական օգուտներին, մի քանի բառով շատ չերկարացնեմ ասեմ, որ կան տարբեր հաշվարկներ եւ օգուտների եւ վնասների մասով։ Հաշվարկ կա, որ ընդունենք 1.4%-ով համախառն ներքին արդյունքը աճելու է։ Օրինակ, երկրորդ հանգամանքը կապված էներգակիրների գնի աճ չլինելու հանգամանքով ընդունենք մինչև 18 թվականը սահմանի վրա։ Երկրորդ հանգամանքը ենթադրվում է, որ որոշակի շուկա Հայաստանի արտադրողների համար, հատկապես գյուղմթերքների եւ խոսքը չի գնում գունավոր մետաղներ եւ այլը, որ ամբողջությամբ Եվրոպա է գնում, պղնձի խտանյութ եւ մոլիբդենի խտանյութը, դրա մասին չի կան ֆերոմոլիբդենը, եւ այս առումով որոշակի նորմատիվային դաշտերից տակեց, այսինքն մարդը արտահանում է կոնյակ կամ չգիտեմ տոմատի մածուկ եւ այլն, այլևս նոր սերտիֆիկատ պետք չի տեղում, հա, եւ մաքսատուրքերը այս ազատական ռեժիմի հետ։ Դրամ դոլարը էս այսօր։ Հա, հիմա ինչ վերաբերում է այս իրավիճակին, տեսեք։ Այո, իհարկե Ռուսաստանի տնտեսության նկատմամբ պատժամիջոցները, այո, Հայաստանի տնտեսության վրա կունենան էական ազդեցություն եւ ունեն արդեն իսկ, բայց միջև այդ սանկցիաները ես ձեզ ասեմ, որ դեպի ռուսական շուկա նվազագույնը 10-ից 12 մեր արտահանումները արդեն իսկ կրճատվել էին։ Ես այսօր նայեցի, հետարքիր մի բան եմ ասելու, դրա մասին ազգային ժողովի լիագումար նիստում ասել եմ։ Ուրեմն տեսեք, մեր արտահանման ուրեմն տեմպերը ներմուծման տեմպերից արդեն դանդաղել են։ Ուրեմն մեր արտահանման տեմպը այսօր հունվար-հոկտեմբերը ներառյալ արդեն կա վիճակագրության ծառայության կայքում դանդաղել է ներմուծման տեմպերից եւ եթե տեսեք այդ թիվը ես ասել եմ, բայց այսօր զանգեցի վիճակագրական ծառայություն, այդ պատասխանը առայժմ չեմ ստացել, ուրեմն եթե դուք մտնեք ազգային վիճակագրական ծառայության կայք 13 թվականի արտահանումը նշված է 1 միլիարդ 480 միլիոն դոլար։ Եթե դուք նայեք բյուջետային ուղերձը, բյուջետային բացատրագիրը,
ուրեմն 83-րդ եւ 90-րդ էջերում 90-ում աղյուսակի տեսքով 83-ում տեքստի ձևով հստակ նշված է 1 միլիարդ 637 միլիոնը ուր է կորել այդ 150 միլիոն դոլարը արտահանման վերջին հաշվով այդ 150 միլիոն դոլարը Հայաստանի համար լուրջ թիվ է եւ հիմա հետ գալով այսօրվա վիճակին հունվար-հոկտեմբերին 1 միլիարդ 250 միլիոն է մեր արտահանման ծավալը եւ որպեսզի 2 ամիսը մնացած նոյեմբեր դեկտեմբերը մենք լրացնենք մեզ առնվազն պետք է 150 միլիոն դոլար ամեն ամիս աճ բայց հիմա չի լինի այդ աճը որտեվ Ռուսաստանի այս արժեզրկման գործընթացները այո արդեն իսկ մեր արտահանողները վնասներ կրել են կապված այս փոխարժեքի հետ որտեվ արտահանման արդյունքում է որ վալյուտա է գալիս երկիր եւ հակառակը ներկրողները հիմա տուժում են որտեվ եթե դու ապրանք ես բերել դրամով վաճառեցիր այդ նույն դրամով այդ նույն ծավալի դոլար չես կարող առնել որպեսզի նորից գնաս ապրանք բերես արդյունքում անպայման գնաճ է լինելու եւ արդեն կա մեզ մոտ որտեվ ներկրողները չեն կարող այդ վնասները ինչ որ չափի մեջ պետք է լինի մյուս կողմից էլ տնտեսական մրցակցության հանձնաժողովի քաղաքականությունը նաեւ մեր սոցիալական ապրանքների չթանկացման անպայման որոշակի վերևի պլանկան նշաձողը լինելու է այստեղ մենք խնդիր ենք ունենալու բայց միևնույն է կենսամակարդակը ժողովրդի այս փուլում էապես իջնելու է որն է առաջարկը հստակ գնալ մարդկանց եկամուտների ավելացման ճանապարհով ոչինչ թող գնաճը լինի մի քիչ ավել 4% պլյուս մինուս 1.5% չլինի բայց մարդկանց եկամուտները ավելի լինեն դա աշխարհում փորձված մեխանիզմ է երբ որ դու արդեն աշխատավարձերի հստակ կտրուկ աճ ուրեմն եւ դրա այո դրա համար բայց մենք ինչպես միշտ Սևանի էկոլոգիական խնդիրները հակադրում ենք բանը ձկնաբույսներին եւ հակառակը ստեղ էլ պետք է արտահանողներին չհակադրենք մարդկանց սոցիալական խնդիրներին պետք է պետության դերակատարությունը այն է որպեսզի օպտիմալ կարգավորման խնդիրները դրա համար գնաճ կլինի միջազգային բան ներողություն դրա համար պետք է մեզ ավելի շատ կառավարությունը ականջալուր լինի Բենզինի գինը միջազգային անում միջև Հայաստանի հետ ոչ մի կապ չունի։ Հենց որ դոլարը բանի մասը Չէ, ճիշտ եք ասում, նու բենզինի մասով մի փոքր այնտեղ նրբություն կա, ֆյուչերսային գործարքներ կա, որ ասենք թե ու բերած բենզինը ասենք 3 ամիս առաջ ես գնել, այդ ազդեցությունը մի քիչ շփետ կա լինի։ Մի հատ թանկանար դուք տեսեք ոնց կթրծվի։ Ես չեմ պաշտպանում, ասում եմ, բայց պետք է արդարացի նայել ասել, պետք չի միակողմանի մենք անպայման նշենք։ Այսինքն միջազգային բան մի բան թանկանա, անմիջապես երրորդ օրը կթանկանա։ Բայց այնտեղ թանկանում ասում ենք մենք քանի որ նախորոք էինք գնել։ Հիմա տեսեք մի ուրիշ նաև շատ կարևոր բան, Աժելա ջան, մի շատ կարևոր բան կապված Եվրասիական տնտեսական միության։ Տեսեք, բանը ինչ խնդիրներ կան նաև Տեսեք, մեզ մոտ Հայաստանի Հանրապետությունում մաքսատուրքերը, միջին մաքսատուրքերը, մեր մոտ եղել է 0%, 10%, բայց միջինը մեր մոտ 3.7% է մաքսատուրքերի։ Եվրասիական միության այսօրվա երկրներում միջինը 8.5% է։ Այսինքն այս միջին մաքսատուրքերի տարբերության արդյունքում մենք ի վերջո ինչ որ փուլում տուժելու ենք։ Չնայած 752 ապրանքների գծով առայժմ 2-ից 5 տարի կմնա նույնը, ոնց որ մեր մաքսատուրքերն է։ Եվ 18 գյուղատնտեսական ապրանքների գծով, որոնք հիմնականում բանջարեղեն են, մեր մաքսատուրքերը ավելի բարձր են, քան ԵՏՄ-ի երկրներն են, որպեսզի մեր բանջարեղեն արտադրողների մենք պաշտպանենք, առայժմ 3 տարի կմնա այդ 18 գյուղմթերքների գծով բարձր մերը, բայց այնուամենայնիվ կան ապրանքատեսակներ, որոնք որ երրորդ երկրներից երբ որ ներ են մուծելու ոչ այդ 752-ը, այդ երկրները առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ երկրներ են եւ օրենքով իրավասու են պրետենզիա ներկայացնել Հայաստանին, որպեսզի փոխհատուցում ստանան այդ մաքսատուրքերի բարձրացված մասի տարբերությամբ։ Երեք ես հարց տվեցի ֆինանսների փոխնախարարին, ինքը նշեց, որ Եվրասիական տնտեսական միությունն է դրա պատասխանը տալու, բայց իրավական առումով ես չեմ տեսել այդ փաթեթում, դա ես լիագումար նիստում կբարձրացնեմ, եւ մյուս հանգամանքը դա կապված է ուրեմն այն խնդիրների հետ, որ այնուամենայնիվ որոշակի գնաճային ճնշումներ նաեւ այդ առումով Հայաստանում սպասվելու են։ Այնպես չէ, որովհետև տեսեք, ներողություն, ես վերջացնեմ, որովհետև եթե Ռուսաստանը հանկարծ ինքը ունի մինչև 17 թվականի հունվարի 1-ը պարտավորություն ԱՀԿ-ի առջև, եթե ինքը հանկարծ ընդունենք իր պարտավորությունը չի կատարում, կամ մասնակի է կատարում, կապված նաև այս սանկցիաների հետ, ինչ է ալնում։ Ուրեմն Հայաստանը միանշանակ կարող է տուժել։ Մենք մեր ռիսկերը անպայման պետք է կարողանանք գնահատենք եւ որոշակի կանխարգելենք։ Ռուսաստան Բելարուսիա էլ արդեն հարցեր առաջ եկել, մսի հետ կապված Չէ, ես ինչ էի ուզում ասել, մենք նաև չմոռանանք, որտեղ դուք նշեցիք շատ ճիշտ, ասենք մեր մոտ մաքսատուրքը միջինը 3-7%, Ռուսաստան ԵՏՄ երկրներում 8%, բայց չմոռանանք, որ տեսեք մենք ինչի ենք
5 տարի ժամկետ վերցնել, որտեղ 2000 թվականին նախատեսում է, որ Ռուսաստանը իր պարտավորության համաձայն իր մոտ մաքսատուկերը մոտ 540 ապրանքատեսակի համար իջեցնել։ Այսինքն դա ենք մենք գույացրել մեր համաձայնագրում։ Ճիշտ եք ասում, մենք ենթադրում ենք, որ հանկարծ ինչ որ ֆորս մաժոր ինքը չի չկատարեց իր ապարտը։ Դե պետք է սա էլ էր հանկարծ։ Այս դրամի արժեզրկումը իդեպ ես պետք է ասեմ, մի քիչ ես պետք է տարբերակել։ Գնացեք Շուշանակ, հա գնաք, եղավ։ Հաջողեցը խոսակ ու տեղ։ Հա։ Ուրեմն 2009 թվականի մարտի 2-ի արժեզրկումը 307 կուրսից 360։ Ուրեմն էապես որակապես շատ տարբերվում է այսօրվա թռիչքից, այն ժամանակ եթե դուք հիշում եք, ուրեմն արդեն իսկ բանկային համակարգում ուրեմն դոլարի վաճառքը կենտրոնական բանկը քչացրել էր, ասենք օրեկան վաճառքները բավականին քչացրել էին եւ ուրեմն սա ինքը եղավ ավելի անկանխատեսելի ձևով, չնայած կենտրոնական բանկի որոշակի ինտերվենցիաներին հասկացան, որ ինքը պահելով որոշակի խնդիր չի լուծվելու, ոնց որ ջուրը ավազի վրա, եթե դուք ուզում եք ուրեմն իմանաք Ռուսաստանի համար ասեմ այդ արժեզրկումը նախորդած, տեսեք, օրական Ռուսաստանի կենտրոնական բանկը շուկա էր նետում հոկտեմբեր ամսի մասին եմ ասում, ամբողջ ամսվա 3.5 միլիարդ դոլար, ոչ մի էֆեկտ Օրը 3.5 հետո Ռուսաստանի կենտրոնական բանկը որոշում ընդունեց, որ օրական 300 միլիոն դոլարից ավելի չի նետելու, հա, շուկա։ Իհարկե Ռուսաստանը այստեղ դժում էր ավելի գլոբալ իմաստով համաշխարհային շուկայում նավթի գների ուրեմն անկման պայմաններում, որովհետև Ռուսաստանի բյուջեն, եթե ուրեմն շուկայում միջազգային 90 դոլարից 1 բարելի դիմաց իջնում է նավթի գները, ինքը արդեն դժում է։ Իսկ իջել էր 82-83 դոլարի, ստեղ նաև ասեմ ձեզ հիմնական մի քանի գործոններ կա։ Առաջինը, որ անկանխատեսելի ձևով Լիվիան եւ ուրեմն Իրաքը շուկայի էին նետել նավթի պաշարներ շատ էժան, ընդունենք զենքի գնման համար, սա մի հանգամանք եւ իհարկե Սաուդյան Արաբիայի քաղաքականությունը արդեն քաղաքական իմաստով, որ ինքը նույնպես համաձայնվել էր ինչ որ փուլում, չնայած դժում էր էժան նավթ վաճառել։ Միացյալ Նահանգները փորձում էր այդ դիմակայությունը տնտեսական գլոբալ աշխարհում հավասարակշռել թերթակարային արդյունահանման, գազը եւ նավթը, ոնց որ ասենք Էստոնիայում, սլանցի ռուսերեն, թերթակարային գազի եւ նավթի արդյունահանմամբ, բայց ինքն էլ $100 ներքև բարելի դիմաց նույնպես սկսում է տուժել։ Այսինքն այսօր իսկապես Ռուսաստանի նկատմամբ սանկցիաները իրենց ազդեցությունը տալիս են, չնայած ես երեք նայեցի, որ օրինակ Ռուսաստանը կոոպերացված է Միստրալ թանգանոց, որը միլիարդ 200 միլիոն 3 միլիարդ միջև արժեք ունի, Միստրալ ուրեմն ուղղաթիռները, փաստորեն Ֆրանսիան, Գերմանիան նույնպես դժում են, ուրեմն համարժեք սանկցիաների պատճառով։ Ինչ կլինի դոլարին չեք կանխատեսում։ Իմ կանխատեսումը հետեւյալն է, որ ինքը որոշակիորեն կայունանալու է, որոշակի, ուրեմն տեսեք, եթե եվրո դոլարը տեսնեք, հիմա ինքը նորից կամաց հետ է գալիս, այսօրվա արդեն 3 այսօր ֆորեքսի շրջանակներում ինքը հետ իր նախնական բնույթն է կրելու, բայց որպես կանոն պետք է ասեմ, որ եվրո եւ դոլարի թուլացումը այդ երկրների քաղաքականությունը արտաքին շուկաներում իրաց ապրանքները իրացնելու։ Եվրոմիությունը չի նեղում, որ եվրոն դոլարի նկատմամբ անկում է ապրում կամ հակառակը։ Իսկ Միացյալ Նահանգների դոլարի ուժեղացումը ոչ միայն տնտեսական աճի արդյունք էր, այլև նրա ճիշտ քաղաքականության, որ հիպոթեկային օրինակ տոկոսները ինքը 6-7-ից իջացրել է 3%-ի։ Հիմա Ամերիկայում անշարժ գույքի գները թռիչք ապրեցին, եկան նախաճգնաժամային գներին։ Այսինքն սա մենակ տնտեսական աճի որակի հաշվին չի, սա պետության քաղաքականության հաշվին է։ Հիշենք, որ աշխարհի համախառն ներքին արդյունքը 70 տրիլիոն դոլարից ավել է, որից 16-17 տրիլիոնը Միացյալ Նահանգներինն է։ Բայց 1951 թվին համաշխարհային ՀՆԱ-ի կեսն էր Ամերիկայի համախառն ներքին արդյունքը։ Հիմա եթե դուք ԵՏՄ Եվրոմիության հետ հակադրում եք, Եվրասիական տնտեսական միության համախառն ներքին արդյունքը 2 տրիլիոն դոլար է, իսկ Եվրոմիությանը 26-27 տրիլիոն է։ Հիմա սրանք իրար հետ այդ մրցակցությունը դուք արդեն ինքներդ եզրակացություն արեք։ Չունեք հարցեր։ Դուրը փակեք, հա։ 7 ժամերը։ Ահա։ Պարոն Ալքնյան, ուրեմն անդրադառնանք այդ համամասնական ընտրակարգի վերաբերյալ բանակցություններ, եթե ճիշտ հասկացանք, բանակցություններ եթե լինեն, ապա լինելու են արտահերթ նիստից առաջ։ Ճիշտ ենք հասկանում։ Արտահերթ ասելով ինչի նկատի։ Արտահերթ խորհրդանական նիստից։ Արտահերթ հայտարարված չկա, դեկտեմբերի 1-ին հերթական լիագումար նիստն է։ Ասում են բանակցություններ որ։ Չէ, տեսեք, որևէ բանակցություն որպես այդպեսին գոյություն չունի։ Եղել են հայտարարություններ։ Ես հետ գնամ մի փոքր, երբ հնչեց վարչապետի կողմից հայտարարություն, որ պատրաստ են 12 կետերի շուրջը բանակցելու,
ի կատարումն հանրապետության նախագահի 12 կետերի հետ կապված բանակցային թիմեր ստեղծելու 3-3-ական, ազգային ժողովի նախագահի մոտ հրավիրվեց խորհրդակցություն, որտեղ ոչ իշխանական ուժերից մասնակցում էր օրինաց երկիր կուսակցությունը, Ռուբեն Հակոբյանը ժառանգություն կուսակցությունից եւ ես Բարգավաճ Հայաստան կուսակցությունից։ Ուրեմն Հայ ազգային կոնգրեսը չմասնակցեց։ Նաև մասնակցում էր Հայ-Աղբական Դաշնակցության ներկայացուցիչը Արմեն Ռուստամյանը։ Մենք որևէ բովանդակային քննարկման այդտեղ չենք գնացել։ Ուղղակի լսել ենք, որ կառավարության ներկայացուցիչը Դավիթ Հարությունյանը ասել է, որ մենք առաջարկում ենք 3-ական ներկայացուցիչ, եւ պարտադիր չի դա քաղաքական դեմքեր լինեն։ Ընտրենք մասնագիտական ներկայացուցիչներ այդ թվում, եւ մենք ասել ենք, որ մենք չենք գնում որևէ այս փուլում բովանդակային քննարկման կամ բանակցության, այլ մենք ասում ենք, որ կառավարությունը լիիրավ ազատ է եւ դա իր խնդիրն է, ռեսուրսները իրենն են, որպեսզի կկատարի 12 կետերը, այն մասը, որը ուզում է կատարի, միանշանակ կատարի առանց բանակցելու, եւ այն կետերը, որոնք որ ինքը ուրեմն որոշակի ժամանակ հետո է նախատեսում կատարել, դրա մասին գոնե հայտարարի, որ ես կատարելու եմ այս փուլում։ Օրինակ, սահմանի վրայից ընդունենք ավելացված արժեքի հարկի հետաձգում, օրինակ եմ ասում։ Կամ ասենք գյուղացիական սուբսիդիաները կրկնապատկել, եռապատկել եւ այլն, հա։ Բայց քանի որ մենք այդպիսի բաներ չենք լսել, մենք որևէ բովանդակային քննարկման մեջ չենք, ասինքն ինչը ես նորից եմ ասում, քննարկենք, ասենք թե կարմիր գիծը կամ սուբսիդիան ոնց հանենք կամ ոնց, դրա մասին կառավարությունը ինքը պետք է հայտարարի։ Ինչ վերաբերում է 100% վերջի երեկվա հայտարարությանը, դա եղել է հայտարարություն, մենք որևէ պաշտոնական այդպես առաջարկման դրա շուրջը չենք ստացել։ Եվ ես կարծում եմ, որ այդպիսի նախապայմաններ չի եղել մեր մասով։ Դա ուղղակի հայտարարվել է, որ լավ կլինի սկսենք 100% համամասնականից, բայց նախապայման 12 կետերի երրակը տես նախապայման չի դրել։ Դա եղել է ցանկություն, բայց մենք 12 կետերը դիտում ենք միասնական ձևով, որտեղ այդ 12 կետերը, հեսա, որտեղ 12 կետերը, մենակ 12-ը չեն։ Հենց որ դա կատարվի, առաջանալու են նոր 12 կետեր, որոնք մենք գտնում ենք, որ պետք է մշտապես։ Այո։ Համապատասխանատու Ուրեմն այո, ես ասում եմ, որ դա նախապայմաններով չի այդ հարցադրումը։ Այն ինչ որ ասում է, չի նշանակում նախապայման ես դնում։ Որ եթե սա չանես, ընդունենք այդ 12 կետերից 11-ը կատարում է։ Մենք ասել ենք, չէ, միջև չանես այդ 11-ը մի արա։ Դա ինքն է անում, նա ինքը քեզ չի հարցնում։ Այսինքն եթե կառավարությունը նախաձեռնի 11 կետերը կատարի, մեկը ասի հələ կբանակցենք։ Մենք ասել ենք մենք դեմ ենք, որ այս 11 կետը կատարի, իհարկե ոչ։ Հայկական ժամանակ, հա, ահա։ Միջև գարուն պետք է ապրենք։ Միջև գարուն դեռ ժամանակ կա, միջև գարուն հսկայական ճանապարհ պետք է անցնենք եւ օգտագործելով ասեմ, որ իսկապես ուրեմն հիմա այն ռազմավարությունը, որ ընտրել է Եռյակը, դա հստակ իրականացվում է, չեմ ուզում նորից կրկնեմ, մի շարք անգամ ասել եմ եւ արտախորհրդարանական ուժերի հետ, եւ խորհրդարանական ձևաչափով, եւ հասարակական կազմակերպությունների հետ, եւ ուրեմն տարբեր շերտերի հետ մտավորականություն, ուսանողություն եւ այլն, եւ իհարկե մարզերում, գյուղերում, համայնքներում համապատասխան գրասենյակների բացմամբ եւ աշխատանքով բացել է մեկ բան, աշխատել է երկրորդը, այդ աշխատանքները հստակ գնում են եւ մենք մեր ծրագրից չենք շեղվում, այսինքն միս ու արյուն տալ, այնպես մտածել, որ այս փոփոխությունները ոչ թե մարդկանց մտքում լինի եւ որպես տեղեկություն, ինֆորմացիա լինի, այլ ամեն մեկը ի վիճակի լինի իր տեղն ու դերը ձևակերպի այդ փոփոխությունների գործընթացում հստակ։ Մարդը մենք ոչ թե խնդրելու ենք, որ խնդրում ենք արի դու sense process է, ինքը գիտակցելու է, մենք պետք է ասենք, որ դու գիտակցում ես, քո շահերից է բխում սա, եւ ես առաջ անցնելով ասեմ, որ այդ ծրագրերի կատարման ուրեմն կետերից մեկն էլ լինելու է, մենք առաջիկայում կնախաձեռնենք բավականին ներկայացուցչական տնտեսական համաժողով, որտեղ կքննարկվեն նաև կքննարկվեն առաջիկա մեր անելիքները, որ եթե կան քաղաքական զարգացումներ, ապա ինչ տիպի, ինչ որակի տնտեսական զարգացումներ ենք մենք տեսնում։ Առաջ անցնելով ուղղակի շատ կարճ եմ ասելու, չեմ բացելու սա, մենք գտնում ենք, որ Հայաստանի նորանկախ ուրեմն կենսագրության 23 տարիների ընթացքում այն ինչ որ կատարվել է տնտեսական եւ սոցիալական կյանքում, ձևավորվել է տնտեսության կառուցվածք, մասնավոր սեփականություն, խոշոր փոքր եւ միջին ձեռնարկությունների համակարգ, սա մի էջ է, որ պետք է պատվով փակել այս էջը
եւ հիմնվելով դրա վրա նոր որակի տնտեսական քաղաքականություն վարել։ Այդ թե ինչ ենք անելու, ինչ ենք առաջարկում, այդ տնտեսական համաժողովում մենք կհնչեցնենք։ Չէ, երեք։ Իսկ իշխանապողություն մինչև 2018 թվականը տեղի կունենա։ Եկեք այդպես անշնորհակալ կանխատեսումներով չզբաղվենք։ Կյանքը ինքը ուրեմն ցույց կտա, թե դեպքերը ոնց կզարգանան։ Այլ հարցեր։ Էս ի՞նչ պասիվ, sense պասիվություն։ Խնդրեմ։ Ինչին կողմ քվեարկի չլսեցի։ Հա, այո, ահա։ Այ հունվարի մեկն էլ սարի հետևինչը այդ բանից մի տեսակ ամենջ փոխվել է։ Ձեր կանխատեսումները ինչ են լինելու դրանից հետո։ Եվրասիականի մասով։ Ահա, ասեմ, լավ հարց է։ Ուրեմն ասեմ հետեւյալը։ Չեմ ուզում ասեմ հայտնի ճշմարտություններ, բայց խնդիրը նրանում է, որ մենք որոշակի համադրելի միջավայրում ենք գտնվելու 180 միլիոնանոց, որ ասում են 170 միլիոն, 170 չի, արդեն 180-ից ավել բնակչություն ունեցող տնտեսական միջավայրի հետ, սա մեկ խնդիր։ Ընդ որում երկրորդը, սա որպես տնտեսագետ եմ ասում դիտարկումները, երբ որ ասում եմ մենք սահման չունենք, ասենք Ռուսաստանի եվրասիական, այդ սահման չունենալը ուրեմն չարիքների փոքրագույնն է, որովհետև այդ ինտեգրացիան լինելու է 4 պրոդուկտների շուրջը, ապրանքներ, ծառայություններ, որ չի պահանջում ծառայությունը սահման, ֆինանսական ինստիտուտներ կամ միջնորդություններ, ելի չի պահանջում, եւ աշխատուժի տեղաշարժ։ Այսինքն այս 4 կոմպոնենտից ընդամենը մեկի շուրջն է, որ սահման չունենալու հանգամանքն է, այդ հարցը տեխնիկապես լուծված է Վրաստանի հետ տարանցիկ ուրեմն փոխադրումների մեր համապատասխան պայմանագրերով, ինքը Վրաստանը շահագրգռված է միշտ լինելու, որ կապարակնքման մեխանիզմով գնալու է եւ մի բան տարբերակելու են, կա մաքսազերծում հասկացություն եւ կա մաքսային զննություն։ Մենք մաքսային սահման չի լինելու, եթե կապարակնիքը տեղում է, այդ ապրանքը անցնելու է եւ գնալու է համապատասխան վար, այսինքն մաքսայինը ընդամենը որևէ մաքսազերծում, մաքսատուրքի խնդիր չի լինելու, հա, ընդամենը լինելու է ոչ սակագնային, այսինքն տեխնիկական կանոնակարգեր, սերտիֆիկատներ եւ այլն, այսինքն մեր արտահանողների, արտադրողների համար բավականին հեշտացված են լինելու։ Հաջորդ հանգամանքը դա նա է լինելու, բայց ես մի քիչ մտահոգություններս էլ պետք է ասեմ, տեսեք, եթե մենք ասում ենք, որ ասենք Ռուսաստանը ակնկալում ենք, որ ներդրումներ կանի Հայաստանում, ես մի քիչ վերապահումով եմ վերաբերում այդ հարցին, որովհետև արդեն իսկ փաստը ցույց է տալի, որ երկու ուղղություններով, մեկը դա հարավկովկասյան երկաթուղին է, որ մենք կոնցեսիայով կառավարման ենք հանձնել ռուսական կողմին, պետք է ներդնել 15 միլիարդ ռուսական ռուբլի, որը չներդրվեց։ Սա ինձ օրինակ լուրջ մտահոգում է, թե ինչի է։ Այո, եւ երկրորդ կապված Նայիրիտի հետ կապված Ռոսնեֆտի բանակցությունների ըստ էության հաստորեն արդյունք չտալուն, այդպես չասեմ, մեղմ ասեմ, որով նախատեսում էր եւս մի քանի 100 միլիոն Նայիրիտում ներդրում անելու։ Ինչ նախնդիրը։ Խնդիրը կայանում է նրանում, որ հետ գնալով Ռուսաստանի նկատմամբ սանկցիաներին, չգիտեմ սա հետարքիր է թե չէ, որ ամենախոշոր սանկցիան կիրառվել է միջազգային ֆինանսական կառույցների չֆինանսավորմամբ։ Օրինակ, ես դրա մասին շատ եմ ասել, բայց միգուցե բան։ Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրը, որի կուրատորը Ռագոզինն է, հայտնի փոխվարշապետ, խոշորագույն ծրագրերը իրականացնում է, ասենք, Չինաստանին, Վիետնամին, Սինգապուրին, ավիացիոն ռազմական նշանակության արտադրանք արտահանելով կամ զենք վաճառելով։ Հիմա այդ խոշոր պրոյեկտները չի ֆինանսավորվում։ Այսինքն Ռուսաստանը կանգնած է թեր ֆինանսավորման խնդրի առաջ, որովհետև աշխարհի ֆինանսական կառույցները տես չի էլի, որ այնքան պրոյեկտներ կա, որ ֆինանսավորում են։ Պրոյեկտներ չկա, փող կա, պրոյեկտները ներշնչող չկա։ Եվ դրա համար այս առումով իհարկե Ռուսաստանը կարծում էր, որ այն փողերը, որ ինքը պետքա սանկցիաներ կիրառի, ասենք Եվրոպայից սնունդ ներմուծելու համար, չգնաց նրան, որ Ռուսաստանի արտադրողների կարողությունը ընդլայնում է։ Փողերը Ռուսաստանից դուրս գնացին։ Մարդիկ այս երբ որ անկայունություն է առաջանում, բիզնեսի փողերը դուրս են գնում։ Այսօր Հայաստանից էլ գումարներ, կապիտալներ դուրս են գնում, ցավոք սրտի, որտեղ պատկերացրեք, ես իմ ֆորմուլան առաջ անցնելով ուզում եմ հետեւյալը ասեմ, տեսեք, մի հատ միտք եմ քաղաքական ձևակերպում, սա ասել եմ բյուջեի քննարկման ժամանակ նորից։ Հայաստանում կա շուրջ 70,000 փոքր միջին ձեռնարկություն եւ կա 9,500 խոշոր ձեռնարկություն։
այդ 70,000 փոքր միջին ձեռնարկությունները վճարում են կամ շրջանառության հարկ, կամ արտոնագրային վճար, կամ հաստատագրված վճար ավելի քիչ։ 9,500-ը վճարում են ավելացված արժեքի հարկ։ Այդ 9,500-ից 6,500-ը մինչև 100 միլիոն դրամ շրջանառություն են ցույց տալի։ ՓՄԾ-ն ցույց է տալի մինչև 58 միլիոն։ Նշանակում է 3,000-ն են ցույց տալի 100 միլիոնից ավել։ Հիմա այս հարցերը ոչ թե տնտեսական են, այլ տնտեսական եւ քաղաքական են։ Այսինքն որն է մեղքը, աղը, որ ես ամենակարևոր բառն եմ ասում, որ մենք լուծենք Հայաստանի նոր էջ բացենք, առաջանցնելով եմ ասում։ Դա նայա, որ այդ 3000 խոշոր ձեռնարկությունների մեջ կազմում կան մոտավորապես 200-250 ամենախոշոր ձեռնարկությունները, որոնք ունեն քաղաքական եւ վարչական հովանավորչություն։ Այն որ մենք միշտ ասում ենք անհավասար խաղի կանոններ, պայմանները հավասար չեն, չեմ ուզում բացեմ ինչ, միգուցե հարկային, միգուցե մաքսային, միգուցե լիցենզավորման, միգուցե տենդերների, ես չգիտեմ, պատվերների, հա, շահութաբեր երկու, որ այնքան ժամանակ միջև այս մնացած ձեռնարկությունների եւ այս 250 ձեռնարկության խաղի կանոնները նույնը չլինեն, Հայաստանում առաջընթաց տնտեսական եւ քաղաքական չի լինելու, որպեսզի այդ արտոնությունները այդ 250-ը չունենան, ամենախոշորները, ես տենց ասեմ, ոչ թե խոշոր, ամենախոշոր, խոշորի մեջ մեծ մասը եւ մրցակցային է եւ ազնիվ է, բայց միջև մենք այդ արտոնությունները չվերացնենք նրանց համար, մենք առաջընթաց չենք ունենալու։ Կհամաձայնվի իշխանությունը գնա այդ արտոնությունները վերացնելու ճանապարհով, մենք ունենանք հաջողություն։ Կմնան այդ արտոնություններն էլ չափ կա, էլի, ես չեմ ուզում շատ բաներ բացեմ, կապված միգուցե եւ բանակի հետ, եւ այլ, որ ասենք թե մենք խնդիրներ ունենք, որ չենք կարող, ուրեմն արտաքին շատ ստերիլ։ Ուրեմն այս խնդիրները, որ մենք պետք է այդ լուծումը Հայաստանի զարգացման բանալին ֆորմուլան շատ արագ գտնենք, իսկ այդ ֆորմուլան կարող է էֆեկտ տա, եթե կա հասարակական հանրային կոնսենսուս այդ լուծման շուրջը։ Բոլոր հիմնական քաղաքական ուժերը պետք է համաձայն լինեն, որ այդ փոփոխությունները գնան, այդ արտոնությունների մեխանիզմը չլինի։ Սա թերևս համարում եմ ամենակարևոր բանը, թե չէ մի քաղաքական գործիչ սենց ասեց, մյուսը նենց ասեց, եկեք մեկնաբանեք, թե այս լուսամուտը բացվեց, փակվեց, որ դա բան չի, ես արբատական մեղն եմ ասում, թե Հայաստանում ինչ պետք է ըստ իս անպայման մենք այդ լուծումը ստանանք։ Կարողացանք ստանանք այդ որակական լուծումը, շարժվենք չենք կարող։ Մեր ժողովուրդը տաղանդավոր ժողովուրդ է, շատ տաղանդավոր։ Մենք պետք է չնսեմ, մենք պետք է անընդհատ ողջևորենք մեր ժողովրդին, որ դու կարող ես ուրեմն ստանալ զարգացած, մրցունակ տնտեսություն ունեցող պետություն, բայց դա կախված է մեզնից եւ ձեզնից։